հասանները, երեխաներ, այս դասին մեր դասի նպատակն է, որպեսզի ճանաչենք հետադրական նշանները, դրենք խաղի միջոցով վերարտադրել տեքստը եւ մեթոդանենք յուրաքանչյուր նշանի ճիշտ կիրառությունը եւ բնականը պահպանենք օգտագործական կանոնները։ Հիմա այս դասի ընթացքում մենք ծանոթացանք մի փոքրիկ բանակի հետ, որը մեզ օգնեց երեխաներ մեր ուզածն ասել եւ գրել, եկեք փոքրիկ բեմականացման միջոցով ներկայացնենք, թե ինչ բանակի մասին է խոսքը։ Լավ։ Այո։ Ես փոքրիկ եմ, վերևներից վախենում եմ, ճիշտն ասած ներքևներից էլ եմ վախենում։ Մեր շկավ միջակետը։ Կանգնում եմ երկու նախադասությունների արանքում, կամ էլ երբեմն չագերտներից առաջ։ Հա էլի, քթի տակ ասած չագերտը։ Հենց ուզում եմ ինչ-որ մեկից մի խոսք մեջ բերել, բացվում եմ, սա էլ գալիս է ինձնից առաջ է խցկվում։ Իսկ այդ ինչ գծիկներ են, որ դնում են երկու բառերի արանքում, օրինակ, ինչ-որ, ուրախ, քիչ, չլինի, թե ինձ խցկում եք բառերի արանքում։ Ոչ, դու բառերը բաժանում ես մասերի, դա միության գծիկն է։ Իսկ այդ ինչ գծեր են, որ դնում են իրար հետ զրուցողների խոսքից առաջ։ Անջատման գծիկն է։ Մենք երկուսով լավ ընկերներ ենք, երբ միասին ենք դնում, անջատում ենք հեղինակի բառերը ուրիշի խոսքից։ Նախադասությունը ուրախությամբ լսում էր իր սաներին։ Արդեն ինչքան շատ բան գիտեք։ Ավարտեցիք ձեր հարցերը։ Այո։ Դե հիմա թող վերջակետը գա եւ կանգնի իմ վերջում։ Դասն ավարտված է։ Ցտեսություն։ Ցտեսություն։ Հիմա ծափահարում ենք։ Երեխաներ, հիմա ասեք տեսնեմ քանի պետադրական բանակի զինվորների հետ մենք ծանոթացանք այս ամբողջ տեքստի ընթացքում։ Ամբողջ տեքստը ուսումնասիրելիս մենք հանդիպեցինք 11 պետադրական
որոնք էին դրան, ասա։ Լավ, շատ ապրեք, իսկ երեխաներ, ինչ կարևոր գործեր են կատարում մեր կետադրական բանակի զինվորները, ասա Ռոզաննա ջան։ Կետադրական բանակի զինվորներ բառերին հաղորդում են մեր հույսեր ու կարծիքներ, որ բառերը նախադասություններ են կարդալու, որքան հնարավոր է ճիշտ հասկանալ բառերով նախադասություններով արտահայտված մարդկային ապրումները։ Իսկ ինչ կլինի, եթե կետադրական նշանները մեր խոսքում չլինեն, անհետանան երեխաներ։ Եթե կետադրական նշանները անհետանան, մեր խոսքից մեր խոսքը կմնա նույնը, քանի որ կետադրական նշաններով չէ, որ խոսում ենք, այլ կփոխվի գրավոր խոսքը, այն չարտահայտի մարդկային հույզերն ու ապրումները, գրավոր խոսքը կդառնա միապաղաղ։ Շատ ապրեք։ Իսկ ինչպես են ապրում այդքան կետադրական նշանները մեր ընտանիք նախադասությունում, ինչպես են, ասա Յուրա ջան, դու ասա։ Յուրաքանչյուր նշան անփոխարինելի է, նրանք բոլորը նշանակում են, որ իրենց ընտանիքը կարողանա ճիշտ արտահայտել մարդկանց մտքերը։ Իսկ հիմա եկեք փոքր դադարենք, լավ կանգնեք։ ձևավորող հնարման միջոցով մենք պետք է պարզենք, ինչ գիտենք, ինչ սովորեցինք և ինչ տեղ պետք է սովորենք։ Հիմա ուշադրիր, երեխաներ, որ նշանի կդիմից և հարցեր ես տալիս։ Ապրեք։ Իսկ երբ որ նախադասությունն է ավարտում, որ նշանն է մեզ օգնության գալիս։ Ճիշտ բանի անջ։ Իսկ որ նշանին կդիմես, երբ որ ընկերոջդ կանչում ես խաղալու։ Երբ որ կանչում եք խաղալու։ Իսկ երեխաներ, երբ որ փորձում ես հիացմունքը արտահայտել, որ նշանին եք դիմում։ Շատ ապրեք։ Իսկ երբ որ բառերը չի տեղավորվում տողում, որ նշան է մեզ, դա որ նշանն է։ Շատ ապրեք։ Մենք սովորեցինք և ճանաչեցինք բոլոր կետադրական նշանները, հիմա կկատարենք խմբային աշխատանք և կամրապնդենք մեր սովորածը։ Հիմա ուշադրություն դարձրեք, այստեղ մի փոքրիկ պատմվածք է, որտեղից դուք պետք է դուրս գրեք, քանի կետադրական, ամեն կետադրական նշանից քանի հատ է։ Այսինքն, կարծում եմ այս փոքրիկ աղյուսակին դուք ծանոթ եք, նմանատիպ աղյուսակները դուք աշխատել եք, որ առարկայից։ Ասա։ Թգրդիկ, շատ ապրես։ Հիմա տեսնում ենք, քանի վերջակետ կա, քանի ստորակետ և այդպես շարունակ հաշվելու են երեխաներ։ Լավ, հիմա բաժանվեցինք խմբերի։ Ձեզ 5 րոպե
ավագները կփակցնեն իրենց պատասխանները։ Երեխաներ, ամփոփելով արդյունքները, մենք պարզեցինք, որ ավելի շատ ճիշտ պատասխան ունի երրորդ խումբը։ Հիմա տեսնենք ինչու։ Կպատասխանի առաջին խմբի ավագը։ Նրանք հավաքեցին ավելի շատ միավորներ, որովհետև նրանք ուշադիր էին եղել եւ համագործակցել են իրար հետ։ Կպատասխանի երկրորդ խումբը։ Նրանք ավելի շատ միավոր հավաքեցին, որովհետև նրանք ճիշտ աշխատել էին և ճիշտ ժամին վերջացրեցին։ Պատասխանում է չորրորդ խումբը։ Մենք մտածում ենք, որ երրորդ խումբը հաղթել է, որովհետև նրանք դասերի ժամին ավելի ուշադիր են եղել։ Երրորդ խումբ, ինչ խորհուրդ կտաք ձեր մյուս խմբերին։ Համագործակցել ընկերների հետ։ Օգնել միմյանց, ուշադիր լինեն դասերին։ Երեխաներ, ամփոփելով դասը, ինչ նոր բան սովորեցինք։ Ասա Էլիզան։ Սովորեցինք կետադրական նշանները։ Ո՞ր կետադրական նշանները։ Ասա Հակոբ։ Բուֆը, Ասա Միլենա։ ցանկանականը, Ասա Գոհարի։ թանգարաններ։ Ասա Ստելա։ Իմացանք յուրաքանչյուր նշանի ճիշտ կիրառությունը։